Մայրաթորնահազանգում է, որ հովանավանքը բռնազավթված է։ Սուրբ Էջմիածնի հայտարարությունում նշվում է, որ եկեղեցու նկատմամբ Հայաստանի իշխանության չընդհատվող հալածանքները վերջին օրերին արտահայտվել են անօրինական նոր դրսևորումներով։ Արագածոտնի թեմի հովանավանքում Սուրբ Պատարագի անվան տակ իրականացված սրբապիղծ բեմականացումից հետո իրավապահների անմիջական մասնակցությամբ եւ խոչընդոտվող խմբերի ներգրավմամբ բռնազավթված է հովանավանքը, որի հետևանքով խաթարվում է Տեր Սարգիս Քահանա Սարգսյանի եւ Տեր Մանուկ Քահանայի հոգեվոր ծառայությունը։ Խոչընդոտող խմբերը սպառնալիքներ ու բռնության կոչեր են անում ծառայության նշանակված հոգեվորականների նկատմամբ։ Իշխանությունների հովանավորմամբ հովանավանքում ծիսակատարությունների անվան տակ կատարվող գործողությունները պղծություն են, չունեն հոգեվոր որևէ արժեք եւ անվավեր են, իսկ հովանավանքի եկեղեցին ենթակա է վերասրբագործման։ Մայրաթոր Սուրբ Էջմիածինը հետամուտ է լինելու օրինական բոլոր ճանապարհներով հովանավանքի նկատմամբ իր իրավունքների վերականգնմանը, խղճի ազատության դեմ ոտնձգությունների հետևանքների վերացմանը, հավատացյալների հոգևոր կանոնական կյանքի պաշտպանությանը եւ եկեղեցականների բնականոն ծառայության ապահովմանը։ Աղոթում ենք, որ ամենակալ Տերը ապահով ու անվտանգ պահի մեր երկիրը եւ անսասան մեր Սուրբ եկեղեցին։ Ամեն։ Կարդում ենք Մայրաթորի հայտարարությունում։ Ադրբեջանի նախագահը հրաժարվել է Երևան գալ, մասնակցելու Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին, որը պետք է տեղի ունենա 2026 թվականին։ Ադրբեջանական լրատվամիջոցներին դիվանագիտական աղբյուրները հայտնել են, թե Ալիևի Հայաստան այցից հրաժարվելու պատճառը երկրների միջև խաղաղության պայմանագրի չստորագրումն է։ Թուրքիայի նախագահի այցի մասին տեղեկություններ դեռ հայտնի չեն։ Մի քանի օր առաջ Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանն էր ասել, որ Ալիևին ու Էրդողանին հրավիրել են Երևան։ Ծափաթաղում արդեն 4-րդ օրն է, փնտրում են 3 տարեկան Տիգրան Հովհաննեսովին, որոնողական աշխատանքներին ավելի քան 300 փրկարար, տասնյակ ոստիկաններ ու քաղաքացիներ են մասնակցում։ Երեխային փնտրում են 7 ուղղություններով, որոնողական աշխատանքներին միացել են 6 մոտոսպորտմեններ։ Նույն տեղով մի քանի անգամ ենք անցնում, որ փորձում ենք ավելի լավ նայել էլի։ Սաղ փորձում ենք։ Հայաստանի ազգային մոտոսպորտի 6 անդամներ ամենագնացներով հնարավոր ամեն տեղ փնտրում են փոքրիկին։ Վերջին անգամ երեխան մեծ եղբոր հետ է եղել։ Եղբայրը համր է, չի կարողանում խոսել։ Երբ հարցնում են փոքրիկի մասին, նա միայն մի բան է ցույց տալիս։ Ուրեմն երևի ողջացրել են, ինչ են նրան, չգիտեմ։ Վարկածները շատ են առևանգումից մինչև վայրի կենդանիների հարձակում, սակայն դրանցից որևէ մեկը դեռ չի հաստատվել։ 3-ամյա Տիգրանի անհետանալու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ հոդվածով։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Փարիզի խաղաղության ֆորումին։ Մասնակիցների հետ հարց ու պատասխանի ժամանակ նշել, որ Հայաստանը որևէ տարածքային նկրտումներ չունի իր 4 հարևաններից եւ ոչ մեկի նկատմամբ, եւ դա ամրագրված է նախաստորագրված խաղաղության փաստաթղթում։ Նույնիսկ եթե կարող են ինչ-որ ենթադրություններ լինել կամ պնդումներ լինել, խաղաղության պայմանագիրը բոլոր հարցերին անդրադառնում է։ Իմիջայլոց։ Բոլոր այդ թեմաները փակելու եւ լուծելու համար ընդամենը անհրաժեշտ է ստորագրել եւ ավելացնել խաղաղության պայմանագիրը եւ դրանից հետո այն ձեռք կբերի բարձրագույն իրավաբանական ուժ եւ այլ մեկնաբանությունների հնարավորություն չի լինի։ Փաշինյանը վստահություն է հայտնել, որ նախաստորագրված պայմանագիրը ել ավելի է մոտեցրել հարևան Թուրքիայի հետ սահմանների բացմանը, հավելելով, որ հիմա որևէ խոչընդոտ չկա սահմանների բացման համար։ Ես կարծում եմ, որ մենք հասնում ենք մի հանգրվանի, որում կունենանք լիարժեք դիվանագիտական հարաբերություններ, կունենանք բաց սահմաններ, կունենանք տնտեսական համագործակցություն, քաղաքական համագործակցություն եւ կլինենք նորմալ հարևաններ։ Ես հավատում եմ, որ այդ պահը մոտենում է, գալիս է եւ այդ պահը կգա շուտով, բայց տեստույգ երբ ես չեմ կարող ասել հիմա։ Խաղաղության ֆորումի շրջանակներում Փաշինյանը հանդիպել է Մոլդովայի նախագահ Մայա Սանդուի հետ։ Երկու երկրների առաջնորդները քննարկել են Հայաստան-Մոլդովա երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարները, ժողովրդավարական բարեփոխումների առաջմաղման ու տարածաշրջանային անվտանգության առնչվող հարցեր։ Երեկոյան էլ Փաշինյանը մասնակցել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի անունից Ելիսեյան պալատում տրված ընթրիքին։
Եվրամիության արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության ներկայացուցիչ Կայա Կալասը Երևանում ընթացող Եվրանեստի խորհրդարանական վեաժողովի 12-րդ լիագումար նիստի մասնակիցներին ուղարկված ուղերձում ասել է մեջբերում օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ձեռնարկված պատմական քայլը տարածաշրջանը մոտեցրեց կայունության եւ երկարաժամկետ խաղաղության։ Եվրամիությունը աջակցում է Հայաստանի եւ Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման գործընթացին, որն ուղղված է կայուն խաղաղության, բարեկեցության եւ զարգացման։ Կալասը նաև նշել է, որ ընթացիկ կարգավորման գործընթացը տալիս է աննախադեպ տնտեսական հնարավորություններ, սահմանի բացում, խաչմերուկային կապերի ձևավորում, մարդկանց միջև շփումների եւ վստահության խորացում։ Ազգային բարերար քաղբանտարկյալ Սամվել Կարապետյանի պաշտպանության խորհուրդը հանդես է եկել հայտարարությամբ, շնորհակալություն հայտնելով Եվրոպական խորհրդարանի падգամավոր Նաչո Սանչես Ամորին այն հայտարարության համար, որոնք ընդգծում են ժողովրդավարության, մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության անհրաժեշտությունը եւ խախտումները Հայաստանում։ Միևնույն ժամանակ ազգային բարերարի պաշտպանական թիմը եվրոպացի գործընկերների ուշադրությունն է հրավիրել ազգային բարերար Սամվել Կարապետյանի շարունակական ակնհայտ հակաիրավական կալանքի վրա, որն արդեն շարունակվում է ավելի քան 130 օր։ Նույն մտահոգությունը վերաբերում է նաև մեր ձևով շարժման ներկայացուցիչ փաստաբան Ռուբեն Մխիթարյանի Գյումրիում իրականացված ապօրինի ձերբակալությանը եւ դրան հաջորդած կալանքին, որոնք վկայում են ակնհայտ քաղաքական շարժառիթներով պայմանավորված քրեական հետապնդումների վտանգավոր միտման մասին։ Այսպիսի գործողությունները հակասում են Հայաստանի միջազգային համընդհանուր բնույթ կրող պարտավորություններին, մասնավորապես արդար դատավարության իրավունքի, ազատության եւ անձնական անձեռնամխելիության, ինչպես նաև արտահայտվելու եւ հավաքների ազատության ոլորտներում։ Գիտական եվրոպական ինտեգրումը սկսվում է ոչ թե Բրյուսելում, այլ հենց այստեղ Հայաստանում, որտեղ պետք է ապահովվի յուրաքանչյուր քաղաքացու խոսքի ազատությունը, արժանապատվությունը եւ իրավունքների պաշտպանությունը, ասված է Սամվել Կարապետյանի պաշտպանության խորհրդի հայտարարությունում։ Վճռաբեկ դատարանը չի ընդունել ազգային բարերար գործարար Սամվել Կարապետյանի փաստաբանական խմբի բողոքը, որը վերաբերում է 2 ամսով կալանքի երկարաձգման ապօրինությանն ու որոշմանը, հայտարարել է Սամվել Կարապետյանի փաստաբանական խումբը։ Փաստաբանները նշել են, որ փոխարենը վճռաբեկ դատարանը մեջբերում հանդես է եկել իրավական նորարարական մեխանիզմով եւ բարույթ ընդունել նախորդիվ կայացված կալանքի երկարաձգման դատարանների որոշումներում արկա իրավական դիրքորոշումների դեմ գլխավոր դատախազի տեղակալի բողոքը։ 53 քննիչից բաղկացած քննչական խումբը հոկտեմբերի 16-ից վերստին ապահովում է հստակ եւ վճռական անգործություն, չկատարելով որևէ վարույթային գործողություն, նշել են Սամվել Կարապետյանի պաշտպանները։ Արտիկի քրեկատարողական հիմնարկից ուղերձը հղել արդեն 10 օրից ավելի ապօրինի կալանավորված մեր ձևով շարժման անդամ փաստաբան Ռուբեն Մխիթարյանը։ Քաղբանտարկյալը շնորհակալություն է հայտնել բոլոր նրանց, ովքեր իր կողքին են, մեջբերում անազատության մեջ ավելի ազատ եմ ավելի քան երբևէ։ Հայաստանում արդարություն լինելու է ու պայքարելու եմ մեր ձևով, չեմ կոտորվելու մեր ձևով։ Ազգային ժողովի Հայաստան խմբակցության падգամավոր Գառնիկ Դանելյանը իր գործընկերների հետ այցելել է ԱԾ մեկուսարանում գտնվող Բագրատ եւ Միքայել սրբազաններին։ Սրբազանները կոչ են արել, որ փորձություններով լի այս ժամանակներում բոլորս պետք է համախմբենք հայ առաքելական Սուրբ եկեղեցու շուրջ, որևէ պահի չընկրկենք, չնահանջենք ճշմարիտի ու արդարության համար մղվող պայքարից։ 18-ամսյա ժամկետով ծառայություն են իրականացնելու 25 թվականի ձմեռային զորակոչից սկսած պարտադիր զինվորական ծառայության զորակոչված քաղաքացիները։ 2025 թվականի հունվարի 1-ից ձմեռային զորակոչից սկսած պարտադիր զինվորական ծառայության երկամյա ժամկետը կրճատվել է 6 ամսով, դառնալով 1.5 տարի։ Նախագիծը այսօր ընդունվել է կառավարության նիստում։ Պարտադիր զինվորական ծառայության ժամկետը կրճատվել է ի հաշիվ պայմանագրային զինծառայողների թվի ավելացման։ Նախագծի ընդունմամբ նախատեսվում է նաև 2027 թվականի երկրորդ կիսամյակից կրճատել պարտադիր զինվորական ծառայության կազմակերպման ծախսերը։ Իշխանական քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը մեծ թափով պատրաստվում է խորհրդարանական ընտրություններին եւ սկսում տեխնացուների առաջադրումը։ ԿՊ համամասնական ցուցակի համար տեխնացուների գրանցումը կկատարվի դեկտեմբերի 1-ից 31-ը։ Տեխնացուները սակայն մինչև 2026 թվականի փետրվարի 5-ը պետք է վճարեն առաջադրման վճար։ ԿՊ անդամները 500,000 դրամ, իսկ ԿՊ անդամ չհանդիսացող անձինք 1.5 միլիոն դրամ։ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը քննչական կոմիտեի նախագահ Արտուր Պողոսյանի հետ այցելել է Հանրապետության հարավ-արևելյան սահմանագոտի Սյունիքի մարզ, հետևել ամրաշինական եւ ինժեներական աշխատանքներին։ Բարեխիղճ ծառայությամբ աչքի ընկած զինծառայողներին նախարարը պարգևատրել է շնորհակալագրերով եւ արժեքավոր նվերներով։
Արտաշատում բնակվող 39-ամյա տղամարդու տամբակում իրավապահները հայտնաբերել են ավելի քան 4 կիլոգրամ կանեփ, սվինդանակ եւ ինքնաձիգի 28 փամփուշտ։ Ջերմատանը կից կիսակառույց շինությունից էլ պայթուցիչով նռնակ են գտել։ 39-ամյա տղամարդը ձերբակալվել է։ Կատարվում է նախաքննություն։ Well, thank you very much. It's a great honor to be. Մեծ պատիվ է հանդիպել իմ վաղեմի ընկերոջ Չինաստանի պատվարժան նախագահի հետ։ Մենք արդեն շատ հարցերի շուրջ համաձայնության ենք եկել եւ կհասնենք նորերին։ Նախագահին մեծ երկրի մեծ առաջնորդ է։ And we will be having. Հարավային Կորեայի Բուսան քաղաքում հանդիպել են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը եւ Չինաստանի նախագահ Սի Ցзինփինը։ Հանդիպման ընթացքում կողմերը պայմանավորվել են նվազեցնել չինական ապրանքների նկատմամբ սահմանված մաքսատուրքերը 57%-ից 47-ի։ Թրամփի գնահատմամբ սա զարմանալի հանդիպում է, որը նրա խոսքով կարող է դառնալ երկու խոշորագույն տնտեսությունների միջև նոր էջի սկիզբ։ Ի պատասխան մաքսատուրքերի նվազեցման Պեկինը պարտավորվել է վերսկսել ամերիկյան սոյայի մեծ քանակությամբ գնումները, երաշխավորել հազվագյուտ հողային մետաղներին անխափան արտահանումը եւ խստացնել պայքարը ֆենտանիլի, սինթետիկ թմրամիջոցի ապօրինի առևտրի դեմ։ Մոտ 1 ժամ 40 րոպե տևած հանդիպումը 0-ից 10 բալային սանդղակով Թրամփը գնահատել է 12։ Սի Ցзինփինը հիշեցրել է, որ Թրամփի նախագահությունից ի վեր նրանք արդեն 3 անգամ խոսել են հեռախոսով եւ նամակագրություն են վարել։ Մեր փոխադարձ հարաբերությունները ընդհանուր առմամբ մնացել են կայուն։ Մենք միշտ չէ, որ ամեն հարցում նույն կարծիքին ենք, եւ դա բնական է աշխարհի երկու առաջատար տնտեսությունների համար։ Երբեմն կարող են առաջանալ տարաձայնություններ, բայց քամիների, անելիքների ու փորձությունների դիմաց դու եւ ես, որպես Չինաստան-ԱՄՆ հարաբերությունների ղեկին կանգնած առաջնորդներ, պետք է պահպանենք ճիշտ ուղին եւ ապահովենք, որ այդ հսկայական նավը Չինաստան-ԱՄՆ հարաբերությունները անխափան շարունակի իր ընթացքը։ ԱՄՆ-ն ու Չինաստանը պետք է լինեն ընկերներ եւ գործընկերներ։ Ես միշտ հավատացել եմ, որ Չինաստանի զարգացումը քայլում է համընթաց քո տեսլականին՝ Ամերիկան դարձնել նորից մեծ երկիր։ President Xi is a great leader. Անդրադառնալով Ուկրաինայի պատերազմին Թրամփը ասել է, որ Սին կօգնի այդ հարցում, բայց ըստ էության իրենք շատ անելիք չունեն։ Երկու կողմերն էլ խրվել են մարտերում եւ երբեմն պետք է թույլ տալ, որ նրանք կռվեն, ասել է ԱՄՆ առաջնորդը։ Թրամփ-Սի հանդիպումից հետո տնտեսագետները շտապել են հայտարարել, որ երկու երկրների միջև առևտրային լարվածության թուլացումը դեռևս չի նշանակում երկարաժամկետ կայունություն։ Չնայած ձեռք բերված համաձայնությանը ԱՄՆ-ն ու Չինաստանը շարունակում են մրցակցել տեխնոլոգիական, ֆինանսական եւ աշխարհաքաղաքական ոլորտներում։ ԱՄՆ նախագահը X-ի իր միկրոբլոգում գրառում է արել, որ ինքը հանձնարարել է պատերազմի դեպարտամենտին սկսել ԱՄՆ-ի միջուկային զենքերի փորձարկումները, քանի որ մյուս երկրները իրականացնում են միջուկային փորձարկումներ։ Այդ գործընթացը անմիջապես կմեկնարկի։ Լրագրողների հարցերին, թե ինչու փոխեց միջուկային ծրագրերը եւ ինչու են պետք ավելի շատ միջուկային փորձարկումներ, Դոնալդ Թրամփը հրաժարվել է պատասխանել։ Ռուսական ուժերը գիշերը հարվածել են Ուկրաինայի Զապորոժիեի մարզին։ Հիմնական թիրախը եղել են Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքները։ Ռուսական կողմը նաև հարվածել է Զապորոժիեում գտնվող հանրակացարանին։ Հարվածի հետևանքով մի քանի հարկեր ավերվել են, վիրավորվել է 15 մարդ։ Սիրիան պաշտոնապես ճանաչել է Կոսովոյի անկախությունը։ Այս մասին հայտարարել է Սիրիայի ղեկավար Ահմեդ Աշ-Շարան, Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մոհամմեդ բին Սալմանի եւ Կոսովոյի նախագահ Վյոսա Օսմանիի մասնակցությամբ եռակողմ հանդիպման ժամանակ։ Սիրիան հայտարարում է Կոսովոյի հանրապետության որպես անկախ եւ ինքնիշխան պետություն պաշտոնապես ճանաչման մասին, վերահաստատելով հավատարմությունը ազգերի ինքնորոշման իրավունքին, ասել է Սիրիայի նախագահը։ Լուվրի թանգարանից մոտ 88 միլիոն եվրո արժողությամբ թագավորական զարդերի առևանգման գործով ձերբակալվել է եւս 5 մարդ։ Ֆրանսիայի իրավապահները Փարիզի սրտում տեղի ունեցած եւ ամբողջ աշխարհը ցնցած գողության բացահայտման քննությունը շարունակում են։ Նոր ձերբակալություններն ըստ պաշտոնական տեղեկության իրականացվել են Փարիզում եւ հարակից Սեն-Սեն-Դենի դեպարտամենտում։ Ոստիկանությունը զուգահեռաբար խուսարկություններ է արել, որոնք առայժմ էական արդյունքներ չեն տվել եւ գողոնը հայտնաբերել չի հաջողվել։ Ըստ Փարիզի տատախազ Լորա Բեկոյի ձերբակալվածներից մեկի վերաբերյալ կան ԴՆԹ ապացույցներ, որոնք հաստատում են նրա մասնակցությունը կողոպուտին, ասել է նա։ Մյուս 4 ձերբակալվածի մասին մանրամասներ չեն հաղորդվում։ Անցած շաբաթվա վերջին եւս 2 կասկածյալ էին ձերբակալվել, որոնք մասնակի ընդունել են իրենց մեղքը։ Քննիչները գրեթե վստահ են, որ գործ ունեն պատվիրված հանցագործության հետ, որի կազմակերպիչը կամ պատվիրատուն դեռևս հայտնի չէ։ Նանոլեկ կենսադեղագործական ընկերությունը Ռուսաստանի Կիրովի մարզում գործարկել է մարդու պապիլոմա վիրուսի դեմ պատվաստանյութի հայրենական առաջին արտադրությունը։
Սա վիրուսանման մասնիկ է, այն ունի գենետիկ բաղադրիչ, ինչը նշանակում է, որ չի կարող բաժանվել, այն չի կարող առաջացնել պաթոլոգիական գործընթաց, բայց կարող է խթանել, որ մեր իմունային համակարգը արտադրի հակամարմիններ, որոնք կաշխատեն բոլոր այն վիրուսների դեմ, որոնց մարդը կարող է հանդիպել ապագայում։ Նանոլեկ ընկերությունը հայտնել է, որ պատվաստանյութը հասանելի կլինի 2026 թվականի երկրորդ կեսին։ C-Gardex պատվաստանյութի արտադրությունը կազմակերպվել է ամբողջական ցիկլով, հակագենի ստացումից մինչև պատրաստի դեղահաբի թողարկում։ Այս պատվաստանյութը ստանալու համար ծախսվել է 7.5 միլիարդ ռուբլի։ Զանգվածային պատվաստումը մարդու պապիլոմավիրուսի դեմ, որը արգանդի վզիկի քաղցկեղի հիմնական պատճառն է, թույլ կտա պահպանել հազարավոր կանանց վերարտադրողական առողջությունը և նվազեցնել մահացությունը ուռուցքաբանական հիվանդություններից։